Ադրբեջանը ի տարբերություն հայկական դիվանագիտության շատ լավ զգում է ինչ է կատարվում միջազգային ասպարեզում եւ այսօր Ռուսաստանի դիրքերը թողանում են։ Երբ Միացյալ Նահանգները ցույց տվեց, Միացյալ Նահանգները ցույց տվեցին Իրանի վրա, որ իրանք կարող են անցնել ուղակի հարձակման, ուղակի մտնել պատերազմի մեջ, ոչ մեկը չէր սպասում, որ Մгм. Միացյալ Նահանգները կարող են այդ ճանապարհով գնան, որովհետև 40 տարի, 30 տարի հաստատ Միացյալ Նահանգների նախագահները խոսում էին Իրանի վտանգի մասին, բայց բոլորը հրաժարվում էին մտնել ռազմական գործոնով, ռազմական գործիքով Իրանի դեմ աշխատելու, հարվածի չէին ասում։ Միացյալ Նահանգները Տրամպը դրա արեց։ Բուշը չարավ, այդ մեկը Օբաման չարավ եւ այլ, բայց Տրամպը դա արավ։ Եվ հետո Տրամպը շատ կոշտ խոսացավ Պուտինի հետ, որ գնա քո խնդիրների մասին մտածի ճակատներում։ Դրա համար հիմա Պուտինը կզգա վտանգ այս ամենի մեջ, Ռուսաստանի դիրքերը ուկրաինական պատերազմում, Ռուսաստան Միացյալ Նահանգների հարաբերությունները հիմա ամենից ոչ կայուն է դարձել։ Պուտինը փայլուն խաղում էր Տրամպի հետ, բայց հիմա այս Իրանի հարված այդ խաղերը բոլորը պայթացրել են։ Մгм. Եվ Ռուսաստանը պիտի նորից սկսի կառուցել իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, եւ Իսրայելը ցուցադրեց իր օգնությունը Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, օգտագործելով իր տարածքը եւ այլ այս պատերազմի մեջ, ինքը ստանում է բոնուսներ, եւ բոնուսները իրան հնարավորություն են տալիս ավելի կոշտ խոսել թույլատրած Ռուսաստանի հետ։